Ես ամաչում եմ նայեմ այս տղաների աշկերին, իստի գլխի կոր մտնում եմ, գլխի կոր դուրս գալիս, որ չկարողացանք պահել հողը։ Կապիտան Արսեն Հարությունյանի մայրը 5 տարի է որդուն չի կանչում, ձեռքի վրա է դաջել Արսեն Բալաս։ Չեմ կարող, ես ինքս ստորացված, նսեմացած, փոքրացած մարդ եմ։ Արցախի կորստից 44-օրյայում պարտության վերաբերյալ իշխանական դեմքերի փոփոխվող վարկածներից հետո զոհերի հարազատներն ավելի ու ավելի են կուչ գալիս։ Ցավուտա։ Երբ վարչապետը կանգնեց, ասեց կարայինք պատերազմը կանգնացնեինք առանց զոհերի, արդյունքը նույնն էր կամ զոհերով, այսինքն էս 5000 մատղաշ երեխեն խանգարում էր մեր վարչապետին, չգիտեմ։ Հայտարարություն անում չի, ասում եմ մինչև 18 թվականը 3 նախագահների օրոք հաստատի ծառայել են ոչ Հայաստանում, չէ՞, տենց էր ասում։ Ու հանեց տերորիստ, ես հիմա ես չգիտեմ, ասենք հերոսի հայրը ստեղ կային, ասա տերորիստի հայր։ Սևակ Զաքարյանի որդին ընդամենը 18 տարեկան էր, ընդամենը 12 օրվա ծառայող, երբ պայթեց 44-օրյա պատերազմը։ Հայրը հայացքով անցնում է ծածանվող դրոշների տակ ժպտացող հազարավոր դեմքերի վրայով ու հարցնում՝ ինչու։ Հայաստանի վարչապետի վերջին հիմնավորումը, թե ինչու չգնաց զիջումների, այն է, որ դրա արդյունքում Հայաստանի կախվածությունները մեծանալու էին այնքան, որ կհանգեցնեին պետականության կորստի։ Փաշինյանն ասում էր, ընտրեց իրական Հայաստանն ու հասավ խաղաղության։ Եվ ուրեմն խաղաղ զարգացման դարաշրջանը ահա բացված է։ Խաղաղությունը ուժի մեջ է։ Հասարակական զակոն ջունգլի գիտեք, ով ուժեղա են էլ հաղթում է։ Չէ, այսքան բանը պենուղ է, հլա նայեք, ինչ խաղաղությանը սպասի։ Մեր ղեկավարությանը, այսքան երեխեքի արունը դուք ոնց պետք է մարսեք։ Ես մենակ այդքանը կասեմ։ Իմ միակ որդին եղել, ես մի ոչ մեռածն ոնց սաղ է մտնել կարելի ասած։ Դա Աստված լինի Հայաստանում խաղաղություն, որտեղ մեր ազգը իրոք ունի դրա կարիքը։ Իրոք էլի մենք սքավոր ազգ ենք համարվում, սքավոր ենք, չկատում, որ զոհ չունենա։ Իսկ եթե լինի խաղաղություն, դա գովելի է։ Վրեժ Ավետիսյանի մայրը խաղաղության հույս ունի, բայց ոչ իր համար, ասում է իր ու բախտակիցների համար պատերազմը չի ավարտվելու։ Եթե մենք զոհ ունենք, ուրեմն պատերազմը չի վերջացել, չի վերջանում, մեր համար, չգիտեմ ում համար կվերջանա, բայց մեր համար չի վերջանում։ Յան հիչ խաղաղություն, ում է խաղաղություն։ Սումգայիթից Բաքու հարս գնացած, հետո փախստականի կարգավիճակով Արցախ հասած, հիմա էլ նորից փախստական դարձած Լուսիա Հարությունյանը միակ որդու կորստից հետո խաղաղ հարևանություն չի պատկերացնում։ Они убили моего сына, а мы убили их сыновей. Ոնց կարելի է дружбայինի между ними խաղաղություն ունի, никогда։ Բարձր ամբիոններից իրենից շատ հեռու հնչած ոչ մի ելույթ չի լսել Օլյա Մկրտչյանը։ Ասոր ազողվար, այսօր։ Թորնիկն է Արամը, Փեսային էլ Ստեփանակերտում են հուղարկավորել, տուն է ուզում, Արամի տատիկը արտասվում է երեխայի պես։ Ուզում քինեմ իմ տոնուս։ Իմ պապայիս, իմ մամաս մահացածուն, ինին Ղարաբաղ։ Փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Նույն այս նախադասությունն է այսօր սոցցանցի իր էջում գրել Նիկոլ Փաշինյանը։ Նա այս նախադասությամբ ծնկի իջավ անկախության տոնին Արմավիրի ֆեստիվալում, ծնկի իջավ կուսակցական համաժողովի ժամանակ։ Ամեն անգամ հավաքվածներին բացատրում էր, որ դրան պիտի հետևեն կեցցեներ։ Երբ որ ասում են փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը, դուք 3 անգամ պետքա կրկնեք. կեցե, կեցե, կեցե։ Պայմանավորվեցինք։ Փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Լավ չէր։ Ինձ պետք չի իրանց ծնկի գալը, հեչ պետք չի։ Դա կարող եմ ասել։ Պետք չի ստից ծնկի գալ։ Ձևականությունը դա։ Գնահատված եմ, այո, ամեն ինչով իրանք աջակցում են մեզ, շնորհակալ եմ, այո։ Մտածում եմ, որ միգուցե իրանց արյան գնով պիտի այս խաղաղությունը լիներ, միգուցե։
Եռաբլուրում այսօր խորհրդարանական ընդդիմության ու Արցախի իշխանության ներկայացուցիչներն էին։ Շուտով շրջանառության մեջ է դրվելու օրենքի մի նախագիծ, որով բոլոր պատերազմների բոլոր զոհերի հիշատակի օր է հռչակվելու հունվարի 27-ը, բանակի տոնին նախորեն։ Ընդդիմությունը դեմ է։ Փորձում են դրանով ինչ անեն, խամրեցնել հունվարի 28-ը, հայկական բանակի օրը, հաղթական բանակի օրը, մինչև այն պահի, երբ Նիկոլ Փաշինյանը երևա կայաց, որ ինքը գլխավոր գերագույն հրամանատարն է։ Ինչու ոչ այսօրը, երբ սկսվեց 44-օրյա աղետը կամ սեպտեմբերի 19-ը Արցախի անկման սկիզբը, դեմ է նաև իրավապաշտպան Արտակ Բեգլարյանը։ Խորհուրդ կտամ նույն Ռուբեն Ռուբինյանին ու Գեգամ Նազարյանին եւ ընդդիմությանն էլ իդեպ, որ սեպտեմբերի 19-ը կամ սեպտեմբերի 27-ը հայտարարեն Արցախի ժողովրդի ցեղասպանության ու հայրենազրկման օր, եթե ցեղասպանությունը իրենց դուր չի գալիս վիճարկում են, ապա էթնիկ զտում։ Իսկ զոհերի համար այդ նախաձեռնությունը եղած չեղած մի հաշիվ է։ Ամեն օր եմ գալիս։ Ես չեմ կարողանում առանց իրան։ Իշխանություններին խնդրում են ասֆալտապատել Եռաբլուրի ներքևի շիրիմներին մոտեցնող ճանապարհը, վաղուց են խնդրում, քարերի վրայով դժվար է հավասարակշռություն պահպանել եւ ընդհանրապես դժվար է հավասարակշռություն պահպանել։